Բարև ձեզ։ Վերջերս հրատարակվեց հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի 3-րդ տարեգիրքի առաջին պրակը։ Մենք նախատեսում էինք անել շնորհանդես, բայց հասկանալի պատճառներով շնորհանդեսը տեղի չունեցավ, եւ մենք որոշեցինք, որ երևի իմաստ ունի, որպեսզի այսպիսի փոքրիկ տեսահոլովակներով կարողանանք ներկայացնել մեր ասածները յուրաքանչյուրս մեր հոդվածի մակարդակով։ Բայց քանի որ այդ ժողովածուն արդեն իսկ առցանց արկա է, մենք որոշեցինք, որ իմաստ չունի վերապատմել մեր գրածների բովանդակությունը, այլ կանգ առնենք այն խնդիրների վրա, որոնք որ առաջացել են այդ հոդվածները գրելուց հետո, վերջին 2 հետհեղափոխական տարիների ընթացքում։ Դրա համար ես ուրեմն 1-2 խոսքով կհիշեցնեմ, թե ինչի մասին էր իմ հոդվածը, իմ ելույթը, եւ հետո կասեմ, թե ինչ եմ ես այստեղ տեսնում վերջի 2 տարիների ընթացքում։ Իմ հոդվածում ես ելել եմ այն ենթադրությունից, որ ոչ լեգիտիմ իշխանություններին տապալած հեղափոխության հիմնական պատճառը եղել է այն, որ հասարակական դաշինքը Հայաստանում քայքայված է եղել։ Դուք գիտենք, որ հասարակական դաշինք ասելով մենք հասկանում ենք այնպիսի մի լեռելային պայմանավորվածություն բնակչության եւ ղեկավարության միջև, երբ որ բնակչությունը պատրաստ է ենթարկվել ղեկավարությանը, բայց ղեկավարությունը դրա համար ինչ որ մի բան պիտի տա, ինչ որ երաշխիքներ պետք է տա։ Երաշխիքները որպես կանոն լինում են 3 տիպի։ Դա սոցիալական երաշխիքներն են, մասնավոր սեփականության անձեռնմխելիության երաշխիքներն են եւ անվտանգության երաշխիքներն են։ Նո Հայաստանում գործող քրեա օլիգարխիկ համակարգի պայմաններում ցավոք սրտի առաջին 2-ը դադարել էին ընդհանրապես գործելուց։ Լավից վատից 3-րդը աշխատել է, բայց դրանով նաև լրացվել են մնացած 2-ի հետ կապված դժգոհությունները, քանի որ հենց որ հարց է առաջացել, ասենք, արդարության կամ սեփականության վերաբերյալ, անմիջապես հիշեցրել եմ, որ վտանգ կա, թշնամին դուրսն է, անվտանգության խնդիր է։ Բայց 2016 թվականի ապրիլյան այդ պատերազմը ջախջախեց նաև այս վերջին ուրեմն երաշխիքը, անվտանգության երաշխիքը, եւ կարծես թե մարդիկ տպավորություն ստացան, որ իրենց կառավարությունը ոչինչ չի տալիս։ Դե եթե իշխանությունները ոչինչ չեն տալիս, ապա իրենք ենթարկվելու որևէ հիմքեր չունեն։ Դրա համար է, որ ես դիտարկում եմ այս հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, որպես, գիտեք, այսպես համատարած կազմակերպված բոյկոտ, երբ որ փաստորեն պարզապես ժողովուրդը ասում է դուք մեզ ոչինչ չեք տալիս, մենք էլ ձեզ հետ տանելիք չունենք։ Սա էր ինձ թվում է պատճառը։ Մեր կենտրոնի շուրջը հավաքված այս համախոհների խումբը այն համարյա միահամուռ կարծիքի էր, որ արդեն հեղափոխական իշխանությունների խնդիրը պետք է լիներ այդ ջախջախված հասարակական դաշինքի վերականգնումը կամ վերաստեղծումը։ Եվ իհարկե ենթադրվում էր, որ այդ դաշինքը պետք է տեղի ունենա արդարության սկզբունքի հիման վրա։ Այսինքն պետք է բացվեն անցյալի տրավմատիկ իրադարձությունները բացահայտվեն, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, տնտեսական հանցագործությունները պետք է բացահայտվեն եւ բնական է, սա շատ կարեւոր պահ է, որ հասարակությունը համարում էր, լայն խավերը համարում էին, որ երբ որ այդ տնտեսական հանցագործությունները բաները բացահայտվեն, պետք է դրանից մարդիկ ինչ որ նյութական փոխհատուցում ստանան։ Այսա շատ կարեւոր պահ է, որովհետեւ գիտեք, այսպիսի տպավորություն է, որ իրենցից խլենք մենք վերցնենք։ Բայց հասկանալի էր, որ դա անել չի կարելի, որովհետև այդ դեպքում բիզնեսն է հարվածի տակը մնում։ Եվ դրա համար խնդիրը այն էր, որ համատեղվեն երաշխիքները ինչպես սեփականության անձեռնմխելիության վերաբերյալ, այնպես էլ սոցիալական իրավունքների հետ կապված։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ, եւ ուրեմն այնպիսի կոմպենսացիոն մեխանիզմներ չստեղծվեցին, որպեսզի բիզնեսը տեղյակ լինի, որ ինքը ինչ որ մի բան տալիս է եւ դրա փոխարեն այնուամենայնիվ վստահ է լինում, որ իր մնացած սեփականությունը անձեռնմխելի է։ Սա շատ կարեւոր պահ էր եւ դա տեղի չունեցավ։ Բիզնեսին չառաջարկվեցին օրինական մեխանիզմներ։ Արդյունքում գործարարները իրենց սկսեցին զգալ վտանգված եւ դիրքավորվեցին, ոմանք բացահայտորեն, ոմանք լռելային հեղափոխության հակառակ ճամբարում։ Քանի որ կառավարության քննադատներն էլ իրենց հերթին սկսեցին ընկալվել որպես հակահեղափոխականներ, այդտեղ շատ մի հետաքրքիր բան ասաց վարչապետը, նա թվարկեց հիասթափվածների խմբերին։ Եվ այդ հիասթափվածների մեջ էին օրինակի համար բոլոր կուսակցությունները, բոլոր վերլուծաբանները, բոլոր բիզնեսմենները, եւ եթե դրանք բոլորը դիտարկվեցին որպես ուրեմն ոչ հեղափոխության կողմնակիցներ, ապա ովքեր մնացին հեղափոխության բևեռում, մնաց 2 խումբ։ Մեկը դա ուրեմն իշխանություններ, մյուսն էլ չդիֆերենցված ժողովրդական զանգվածը։
բայց ասենք թե այդ չդիֆերենցված ժողովրդական զանգվածը նաև ակնկալում էր տնտեսական որոշակի բարիքներ։ Այդ բարիքները չստանալով հարց ուրեմն առաջացավ, բա հիմա իրենց ինչպես միասնության մեջ պահենք։ Եվ առաջադրվեց մի շատ յուրահատուկ կարգախոս, եթե միջև այդ խոսում էինք ազգբնակի մասին, հիմա սկսեցին խոսել Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է կարգախոսի անունից, որը նոր ձևով վերարտադրում է միևնույն ազգային չդիֆերենցված, չտարբերակված միասնությունը։ Այսա ուրեմն այն ազգբանակը օտար թշնամիների դեմ էր, սա ներքին թշնամիների դեմ էր, բայց բոլոր դեպքերում այդ ազգային միասնությունը մնում է չդիֆերենցված։ Պարադոքսը այն է, որ հպարտ քաղաքացու անունից իշխանության եկած քաղաքական ուժի գործունեության ուրեմն արդյունքում անհետացավ քաղաքացիական հասարակության գաղափարը որպես այդպիսի։ Ինչու պետք է անհետանար։ Պարզ պատճառը, որովհետև Հեգելը այսպիսի մի լավ սահմանում ունի։ Նա ասում է քաղաքացիական հասարակությունը մասնավոր շահի իրականացման տարածքն է պետության եւ ընտանիքի միջև։ Այսինքն պետությունից ցածր, ընտանիքից բարձր։ Բայց հիմա տեսեք, եթե ողջ հասարակությունը մեկ ընտանիք է, ապա պետությունը եւ ընտանիքը գալիս կպչում են իրար եւ կներեք քաղաքացիական հասարակության համար տեղ չի մնում։ Առկա են միայն իշխանությունները եւ ազգային զանգվածը։ Լավագույնը ինչ կարելի է կառուցել այդ պայմաններում, դա կորպորատիվ պետությունն է։ Չի բացառվում, որ Հայաստանի պես թեր արդիացած հասարակության համար դա էլ վատ չէր, լուծում էր։ Բայց միայն այն դեպքում, եթե այդ կորպորատիվ պետությունը գոնե արդյունավետ է։ Ցավոք վերջին զարգացումները նաև համաճարակի հետ կապված ցույց չեն տալիս իշխանության գործողությունները արդյունավետ համարել։ Միևնույն ժամանակ պարզ է, որ հեղափոխությունը այլընտրանք չունի։ Հետևաբար պահանջվում են ողջ հասարակության նպատակ հասած ջանքերը այն ավարտին հասցնելու համար։ Դա է պատճառը, որ հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնն իր առաջնային խնդիրն է համարում հայաստանյան հասարակության իրական կառուցվածքը հետազոտելու եւ քաղաքացիական հասարակությունը ամրապնդելու խնդիրը։ Եվ համապատասխանաբար մեր խնդիրն է նոր հանրային դաշինքի ձևավորումը։